Նախարարինը կամար Նիկոլ չի, այլ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա անգիրարա։ Вообще ընդհանրապես նայում եմ քո պահվածքին, քյարթու ավարիել խոսում ես։ Վրիցը կաթում է մաֆիոս կերպարդ։ Վրիցը կաթում է։ Այն քո ներքին, չգիտեմ, խիղճը այնտեղ պատիտակ ծխում է, մանթո։ Եկել ես իմ վարչապետին ասում ես պետք է ապաշխարի, հա? Լուրջ ես ասում։ Ուրեմն յուրաքանչյուր տխմար, ուլ իմ ընտրած վարչապետին հանգարց չփորձի ինչ որ ավելնորդ բառեր ասի։ Դու ընդհանրապես ոչ մեկ ես, իզվատ тебя никак, այ հոգնած։ Որ դու գաս իմ վարչապետին ասես պետք է ապաշխարի։ Վարչապետը կար ընդհանրապես աթեիստ է լինի, դա քո գործը չի։ Հասկացար։ Դու քիթդ կողի քո սեփական տրուսիկի մեջ։ Ու տես դու ով ես։ Եկեղեցի ներկայացնող։ Նիկոլ Փաշինյանը ձեր նման էշեշ դուրս չի տալիս։ Էշեշ չի խոսում։ Կենացներ չի ասում։ Որովհետև իր եղունգի են տակի կեղտ ավելի ազնիվա, քան թե դուք։ 30 տարի դուք ապրել եք։ 30 տարի կայֆերով, կայծերով ապրել եք, վայելել եք։ Իսկ ես ազգը հայրենիք ապահ է։ Այդ ձեր կենացների զոհն է դարել։ Իսկ հիմա ոչ։ Իսկ հիմա սաղիտ ասում է Աշոտյան եղեք։ Եղավ։ Ասում ես Նիկոլ Փաշինյանը նսեմացնում է, վախացնում է պատերազում։ Նիկոլ Փաշինյանը իրականությունից է խոսում։ Բա որ դուք այ համբալներ, այդ սքեմի շորերը հակած, տարիներով նսեմացրել եք, նվաստացրել եք, օգտագործել եք, ճնշել եք, խաբել եք, ձեզ տարել էր, հա? Ձեզ սեփական երկրին կարելի էր նսեմացնել, վախացնել։ Իսկ Ադրբեջանի վախացնելու վրա զարմանում եք, հա, տենց։ Ինչի՞։ Դե ձեզ կարելի էր։ Ձեզ սեփական ազգին կոտորելը, հայաթափանելը, գրփելը երկիրը, եկեղեցին կեղեքելը։ Էդի կարելի է ձեզ։ Բայց ճշմարտությունը ասել չի կարելի, հա? Լսի հոգնած, ես ինքս ոչ մի ախպեր չունեմ տալու այլևս է պատերազմին։ Ու ին նման հազարավոր մարդիկ այլևս տղա, հեր, չգիտեմ, ախպեր չունեն տալու այլևս այդ պատերազմի համար, այդ ֆեյք պատերազմի համար։ Այ հոգնած։ Այդ Ղարաբաղի լվացկատանը կարող է պատահի մենակ շեֆը տա մասնակցել եկե ռուսը։ Ադրբեջանցին չի մասնակցել այդ լվացկատանը։ Էսում էս եկե արա ականջներին մակարոն լսնան։ Այդ 30 տարի ժողովրդից խրախուսել եք, ոգևորել եք, փափուկ բարձրել եք գլխների տակ, եթիմներ ու կերել եք երկիրս։ Ու ամեն օր զոհ ենք տվել, ամեն օր։ 44 օրյայի պատերազմի այդ ժամանակ այդքան զոհ չենք տվել ինչքան այս տարիներին։ Այդ մարդիկ մարդ չէին, իրանք հայ չէին արա քո համար։ Այդ որ ասում ես վեհապար տիրոջ մասին որ խոսում է Նիկոլ Փաշինյանը, այդ տտարի տեղը փոխի խղդիր։ Դա ավելի համապատասխան է։ Ինքը ով է որ իմ տերը լինի, արա, այ հոգնած։ Հա, քո տերն է, բան չասի Շունիկ ջան, բայց իմ տերը չի, դա հաստատ։ Եթե գործակալ ես, եթե հանցագործ ես, բա պետք է սկսվի, բա ինչ պետք է արվի։ Ես արդեն 8 տարի է սպասում եմ։ Վեհապարիկ ոնց են կողելու խուցը։ Ես դրան եմ սպասում։ Շանս է տալիս, որ վեհապարը ինքնական Աշոտյան լինի, բայց ես այդ շանսն չէի տա։ Հաշվի առնելով 30 տարվա մեջ վեհապարը ինչ էր արել ու իր աղբերը Մոսկվայում, ես այդ շանսն չէի տա։ Ընդհանրապես բոլորդ միասին գնացեք, մի հատ տրուբի հաստության, վեհապարի չասեմ որ հատվածում, մի հատ մոմ վառեք, որ այս ղեկավարի նման ղեկավար ունի Հայաստանի Հանրապետությունը, որը օրենքով է շարժվում ձեր հետ։ Թե չէ ինձ մնար, այդպես չէի իր բրթսնի, որտեղ հաշվի առնելով 30 տարվա մեջ ինչեր եք արել դուք հայության հետ, թե Մոսկվաներում, թե Հայաստանում, դու հիմա չէի իրել կարա խոսեիր, ոչ էլ վեհապարը գոյություն կունենար։ Այս մեկը ճիշտ ասեցիր, եթե սա անկավ, որտեղ դրան մենակ սա պետք է ասես։ Հետի մեկ, երկրորդը ալո գարաժ դուք վաղուց եք ընկած։ Պրոստը լչեք ջոգե։ Հələ մեկը չի ծնվել, պետության դեմ խաղեր տա։ Էսի որպես թուլություն հանգարց չընդունեք, օլուխներ։ Դուք չեք կարա պետության եւ օրենքի դեմ խաղեր տակ։ Ինչքան էլ որ խաղեր տվեցիք այդ ձեր կանոնադրության մեջ, դուք պետության դեմ անզոր եք։ Ու ես կհրաժարվեմ միշտ իմ եկեղեցուց, բայց իմ պետությունից երբեք, հասկացար, որովհետև իմ տիրոջ հետ, իմ Աստծո հետ ես կարամ ստեղել իմ կապը ստեղծեմ, ինձ քո շենքերը պետք չի, ոչ էլ քո կեղտոտ ձեռքերը, բայց իմ պետությունը, իմ դրոշը պետք է պարտադիր լինի, որպեսզի ես ինձ մարդ զգամ, հասկացար, օլուխովիչ։ Այդ թուլամորտ, այդ դուք եք տարիներով ծնկե թե Թուրքի, թե Ռուսի, սաղի տակ դարերով, ու ժողովրդիս էլ ծնկացրել եք, հենց դուք Ձեր եկեղեցին պահելու համար դուք իմ ժողովրդին փուրն եք տվել միշտ։ Որովհետև այն ժամանակ դուք եք այդ հարցերը լուծել։ Դուք եք ճիշտն ու սխալը անողները եղել, դրա համար ենք այսօրին հասել։ Որովհետև եկեղեցին է որոշել ով պետք է լինի, որտեղ պետք է լինի, եւ պետությունս ում տակ պետք է լինի, հենց դուք եք որոշել, այդ ծնկացներ, այդ դարերով ծնկաչոք լիզատոներ։ Ռուսին, քրիստոնյա դարձնող, իմ եկեղեցին, իմ հավատը, դուք վերցրիք դրեցիք ռուսի տակ դարձրիք պրակլատկա։
Ու ինքներդ մտակ իրա հետևը։ Ու իրա ձեռով արուն եք խմում իմ երկրից։ Փութք եմ ձեր երեսին։ Մեղքն էլ դու ես, այ հոգնած։ Այդ Փաշինյանը ումից պետք է իր երեխեքին փրկի։ Քո նման փարչակից, ասում ես բոյ ես տալու, մենք այնց քաղաքական բոյ ենք տալու, որ դու չես էլ տեսել այդպես բոյ։ Հասկացար, հանգարտ շփոթվես, հանգարտ չխառնես։ Այդ վեհապարը դեր, հա, բանանում, անուն ինչա, չեր համակերպվում Արցախի կորստի հետ, ինչ եք ասում։ Скажите, пожалуйста, բայց վեհապարը չի ռսի տակ պարկած։ Վեհապարի տախպերը չի ռսի գործակալ։ Բայց խիտ ռսի ծածկած չեն գալ, այդ ռուսը որ տվեց, այդ ռուսը որ փախավ, այդ ռսի հագուստով որ ադրբեջանցիները մտնում էին Արցախ, այդ որ փագեցին Սովամահին անում, ռուսը չէր կարող բացել վիդիտիլի։ Հա? Այդ վեհապարը չի համակերպում այդ մտքի հետ։ Թե միգուցե վեհապարը չի համակերպում, որ աթորա կորցնում, վլաստա կորցնում, փողերա միլիարդերա կորցնում, դու դրանից խոսի։ Ինչ կապ ունես աշի եկեղեցու հետ, կամ քո վեհապարը։ Հա? Ոտերից մերվի։ Ջոգիր։ Եմ որ ասма քամին մեռավ սրտից։ Լսի այ հզոր։ Վաղ կոտես համարում ես, որ չենք ուզում պատերազմենք։ Լավ ենք անում, արա լցնում ենք վրեկները, լավ ենք անում, մենք չենք ուզում, այլևս մեռնենք, ձեր պատճառով, ձեր ռուս պապայի պատճառով։ Ինչա թեստե իր սապոկը պահի, մենք տարիներով մեռնենք, ինչի համար մեռնենք, այ հոգնած։ Հա? Կամ դու ես կռվող այ եթին, հա? Դու ես կռվող այ տվար։ Հերի չի հայազգի Սարունի հետ խաղակ, արա։ Լսրանն այ։ Դոխովի տեղա դրե իրան, հա, ինչ որ տենց թույն քաղաքական գործի չես դարե։ Այդ օրենքների մասին ես խոսում, լուրջ ես ասում։ Պետք է օրենքների մեջ քո առածները չես տենում, վեհապարի տարածները չես տենում, հա? Մենակ դու իմ մի հարցին պատասխանի, մնացած հարցերով ուլ գնա լրվի տեղդ, Աշոտյանների։ Դու հարցից պատասխանի։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի օրենքի դեմ հավասար է, թե ոչ, այո, օլլուխ, դու էդի ասա։ Եթե այո, բա դու ով ես։ Դու ով ես, վեհապարը ով է, հա? Ով եք արա դուք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեք։ Չէ, ես գիտեմ, որ գործակալներ եք, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Դերում լրվի տեղը տեղավ, կենթարկվեք օրենքին, կք միլինկի, այսքանը։ Այն գրառումների մեջ որ ասում են հետգրություն։ Ուրեմն հայը եղել է հայ ու կմնա հայ, անկախ ձեր գոյության, եկեղեցու։ Իսկ մեկը միշտ հիշեք։ Ու հայը եղել է ունեցել ամենահզոր ու մեծ պետությունը տարածաշրջանում, միշտ ձեր ի հայտ գալը։ Ձեր հայտնվելուց հետո է հայը կորցրել, միայն կորուստներ տվել։ Ուսի խելքները գլուխները թավաքեք ու ծառայեք պետությանը։ Ես նորից եմ կրկնում, ես շատ հեշտ ու հանգիստ ձեզանից կհրաժարվեմ, բայց իմ պետությունից ոչ։ Իմ պետությունը պետք է ապրի։ Ու իմ պետությունը պետք է լինի ինքնիշխան, ազատ, ինքնուրույն պետք է որոշի, թե ինքը որտե նստի, ոնց նստի, որ պոզայով նստի, ու ոչ էլ ձեզ պետք է հարցնի։ Դուք ընդհանրապես կողքից են որ ռսի ասած զբոկու պրիպյորտի օրգանիզացիա եք, հասկացար։ Պետության մեջ դուք ոչ մեկ եք, որովհետև հայը նախասիրում է լինել քրիստոնյա թե աթեիստ։ Հայը ինքն է որոշում, ամեն մարդ անհատ ինքն է որոշում։ Գնա եկեղեցի թե ոչ, իսկ պետությունս պարտավոր է լինի։ Իսկ պետության ղեկավարին ես ընտրում եմ։ Հասկացաք։ Հենց որ մի հատ գտեք ձեզ, քարտեզը բացեք ու գտեք ձեզ։